2025 թվականի առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցուցակն արդեն հրապարակված է։ Ինչպիսի փոփոխություններ եք դուք նկատել այնտեղ։ 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը եռամսյակը մեկ հրապարակվում է եւ այդ եռամսյակը մեկ հրապարակման արդյունքում մենք կարող ենք նաեւ նկատել թե ինչպիսի փոփոխություններ են տեղ ունեցել մեր տնտեսության մեջ եւ նաեւ հաշվի առնելով որոշակի առանձնահատկություն է։ Ուշագրավ է որ վերջի 2-3 տարիների ընթացքում սկսած 2022 թվականի ռուս-ուկրաինական հակամարտությունից մեր 1000 խոշոր հարկատուների ցուցակում հայտնվել են էլեկտրոնիկա ներկրող եւ վերավաճառողները, այսինքն սա Հայաստանի պատմության մեջ բացառիկ երևույթ է, որ էլեկտրոնիկա ներկրողը դառնա խոշոր հարկատուների ցուցակի տասնյակի այսպես կազմակերպություն, այսպես վերջի շրջանում նույնիսկ առաջատարներից մեկը, եւ հիմնական այսպես նորույթը սա է եղել, որ կարող ենք արձանագրել, իսկ մյուս մասով պետք է նշենք, որ դարձյալ հիմնական այսպես հարկ վճարողներն են մնում գազամատակարար ընկերությունը, իդեմս Գազպրոմ Արմենիայի հանքարդյունաբերական ընկերությունը եւ նաեւ սիգարետ արտադրող եւ արտահանող ընկերությունները։ Սրանով կարող ենք արձանագրել, որ Հայաստանի տնտեսությունը հիմնված է կամ հիմքում ընկած է հանքարդյունաբերությունը որպես հարկ վճարող գազամատակարար ընկերությունը, որը բնական մոնոպոլիա է, ինչպես նաեւ ներկրող եւ վաճառող ընկերությունները։ Սրանք են մեր հիմնական այսպես կազմակերպությունները, որոնք ապահովում են հարկային մուտքերը։ Նախորդ տարիներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը 1000 խոշոր հարկատուների ցուցակում գտնվում էր եւ կարող ենք նաեւ արձանագրել, որ տասնյակի մեջ էր նաեւ գտնվում, բայց 2025-ի առաջին եռամսյակում չկա։ Ինչի հետ է դա կապված։ 2024 թվականի ընթացքում 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը վճարել էր շուրջ 102 միլիարդ դրամ հարկեր։ Այդ հարկերի զգալի մասը, մոտավորապես 60 միլիարդը վճարվել էր ռոյալթիի տեսքով։ Մոտ 30 միլիարդը վճարվել էր շահութահարկի եւ եկամտային տեսքով։ Կոմբինատի հարկերի վճարման մեջ մեծ տեսակարար կշիռ ունի ռոյալթին։ Իսկ ռոյալթին իրենից ներկայացնում է բնօգտագործման վճար, որը գանձվում է հիմնականում մետաղական հանքանյութեր արդյունահանող եւ վաճառող ընկերությունների պարագայում։ Ռոյալթիի գանձումը մետաղական հանքերի դեպքում իրականացվում է եկամտային մեթոդի միջոցով, այսինքն այդ գումարը հաշվարկվում է շուկայական գին հանած տնտեսական ծախսեր բազմապատկած գործակից, իսկ այդ գործակիցը կարող է փոխվել ելնելով համաշխարհային շուկայում պղնձի մոլիբդենի գների փոփոխության։ Անցած տարվա ընթացքում կոմբինատը բավականին մեծ հարկեր էր վճարել, այդ թվում նաև ռոյալթիի կանխավճարներ էր արել։ Եվ պետք է նշեմ, որ ռոյալթիի կանխավճարները արվում է 24-ի ընթացքում, բայց ամփոփվում է 2025-ի առաջի եռամսյակի ընթացքում։ Եվ ամփոփման արդյունքում պարզ էր դարձել, որ շուրջ 19.5 միլիարդ դրամի չափով ռոյալթի կանխավճարի յետ վերադարձ էր եղել, այսինքն նրանք պետք է շատ էին վճարել 2024 թվականի ընթացքում եւ պետք է նրանց յետ վերադարձվեր հարկերի տեսքով, այսինքն տեղի ունենար հաշվանցում, ավելի քիչ հարկ վճարել։ Եվ սրա արդյունքում մենք ունեցանք 2025 թվականում իրավիճակ, որ օրինակ Զանգեզուրի կոմբինատը չվճարեց որևէ հարկ, քանի որ ինքը այսպես գերավճար ուներ 2024 թվականի ընթացքում։ Պետք է նշեմ, որ 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կոմբինատը ընդամենը վճարել է 15 միլիարդ դրամ գումար, այսինքն իր կանխավճարը 15.5 միլիարդի դրամի չափով կարծես թե նույն գումարն է, որը ինքը անցած տարի վճարել է, եւ անցած տարվա այդ գերվճարը այս տարի նվազեցվել է։ Այսինքն 2025-ի երկրորդ եռամսյակը, երբ որ ամփոփվի, արդեն այստեղ կտեսնենք Զանգեզուրի նշանակ։ Այո, երկրորդ եռամսյակի ընթացքում մենք կունենանք Զանգեզուրի կոմբինատից մուտքեր, անշուշտ որոշակի նաև կարող է այսպես մնացած լինի առաջին եռամսյակից կանխավճարի գումարի չափ, բայց արդեն գումարներ կունենանք, մուտքեր կունենանք։ Չեմ կարծում, որ այդ մուտքերը կարող են կտրուկ այսպես ավելացնել իր դիրքը ընդհանուր 1000 խոշոր հարկատուների ցուցակում, բայց միանշանակ ինքը նորից 1000 խոշոր հարկատուների ցուցակ կմտնի։ Ուզում եմ նորից կրկնել, որ 2024 թվականի առաջի եռամսյակը ինքը ընդամենը վճարել էր 15 միլիարդ, այսինքն իր հիմնական վճարումները եղել է անցած տարի 3-րդ եւ 4-րդ եռամսյակների ընթացքում եւ այս տարի նույնպես մենք պետք է կանխատեսենք, որ 3-րդ 4-րդ եռամսյակներում ունենալու ենք որոշակի աճ։
Պարոն Պարսյան, դա հարկերի քիչ վճարումը կոմբինատի կարող է դա պայմանավորված լինել, որ կառավարությունը սեփականատեր է այնտեղ հանդիսանում։ Կառավարության սեփականատեր լինելու հանգամանք առհասարակ հարկային մուտքերի հետ կապ չունի, ասեմ, որ անցած տարվա ընթացքում կառավարությունը նույնիսկ որպես սեփականություն ստացավ 32 միլիարդ դրամի չափով դիվիդենդ, այսինքն պետք է նշեմ, որ այդ 102 միլիարդը, որ պետական բյուջե մուտք գործեց, եւս 32 միլիարդ պետությունը որպես դիվիդենդ վերցրեց, Զանգեզուրի կոմբինատից։ Եվ ճիշտ հակառակը մենք ունեցանք լրացուցիչ մուտքեր դրա շնորհիվ պետական բյուջե։ Այս տարվա հարկային մուտքերի այս զրոյական մակարդակը հիմնական պատճառը կանխավճարն է, որ անցած տարի մեծ է եղել, նաև շուկայում որոշակի փոփոխություններ եղել, պանզի խտանյութի գների որոշակի նվազեցում ունենք նաև այս տարվա առաջի եռամսյակի ընթացքում։ Իրավիճակը կարող է միանգամից փոխվել երկրորդ եռամսյակի ընթացքում եւ մետաղական գների տատանումների հետևանքով։ Կոմբինատի հիմնական գործունեությունը կախված է պղնձի եւ մոլիբդենի հետ եւ այդ ապրանքները միջազգային շուկայում գնանշված են եւ այդ ապրանքների գների բարձրացումը իջեցումը էական ազդեցություն է թողնում նրանց վճարած հարկերի վրա։ Հարկ է նշել, որ կոմբինատը ոչ միայն իր այսպես հարկերով պետք է գնահատել, դիտարկել, այլ նաև այն կազմակերպությունների հարկերով, որոնք օգտվում են կոմբինատի պատվերից։ Այսինքն կոմբինատը, այո, այս կիսամյակ այս եռամսյակ չի վճարել հարկել կամ զրոյական մակարդակը, բայց իր կողմից պատվիրված այսպես ծառայությունների ապրանքների համար ինքը վճարումներ արել տարբեր կազմակերպություններին, որոնք վճարել են հարկել Հայաստանի պետական բյուջե։ Դրանք տարբեր տրանսպորտային ընկերություններ կարող են լինել, տեքստիլ կարող է լինել, այսպես տարբեր առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերում, սարքավորումներ, տեխնիկա եւ այլն։ Այսինքն հետնահանջ չկա։ Այս պահին մենք չունենք այդպիսի իրավիճակ, այսինքն տնտեսական գործընթաց է, փուլ է, շրջափուլ է, որը գնում է։ Իդեպ նշեմ, որ Զանգեզուրի կոմբինատի վճարած ռոյալթի 2%-ը ուղղվում է համայնքների զարգացմանը։ Սա 2023 թվականի փոփոխությամբ տեղ ունեցել, այսինքն այն համայնքները, հատկապես ազդագիր համայնքները, այդ ռոյալթի 2%-ի չափով կարող են իրականացնել տարբեր սոցիալական, տնտեսական ծրագրեր եւ կարող եմ ասել, որ սա եւս հետաքրքիր ծրագիր է, արդյունավետ ծրագիր է համայնքի եւ այսպես մասնավորի միջեւ, որովհետեւ շատ հաճախ համայնքները ասում են գումարները գնում են Երևան, մենք ոչինչ չենք օգտվում, հիմա այս վերջի 2 տարվա այս ռոյալթի 2%-ի շնորհիվ նրանք կարողանում են օգտվել նաեւ հանքարդյունաբերությունից ստացվող եկամուտներից։